Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 25-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքման 8-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Ներկային Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններ, տարբեր պետական գերատեսչությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, կարևորելով համաձայնագրի դերը Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է պանելային քննարկմանը, ներկայացնելով ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում իրականացված քայլերը, մասնավորապես նախարարության ինստիտուցիոնալ եւ եվրոպական ստանդարտներին հնարավորինս մոտարկված բարեփոխումները ոստիկանության, փրկարար ծառայության ու միգրացիա եւ քաղաքացիության ծառայության ոլորտներում։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ բարեփոխումների ճանապարհին համաձայնագիրը եղել է ուղենիշային փաստաթուղթ։ Նախարարն ընդգծել է վիզաների ազատականացման գործընթացում գրանցված առաջընթացը եւ գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող քայլերը հանրային անվտանգության եւ հիմնարար իրավունքների ապահովման ուղղությամբ, շեշտելով այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության համագործակցության խորացման կարեւորությունը։ Արփինե Սարգսյանի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ ներքին գործերի նախարարության ոլորտային բարեփոխումները ուղիղ ներառված չեն ՍԵՊԱ-ի ճանապարհային քարտեզում, սակայն դրանց արդյունքները գաղափարապես սերտ փոխկապակցված են ՍԵՊԱ-ի հետ։ Ներքին գործերի նախարարը նշել է, որ ՍԵՊԱ-ի շրջանակում մի շարք միջոցառումների իմպլեմենտացումն ուղիղ կապ ունի նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման հետ եւ Հայաստանի Հանրապետության գործող ինքնիշխանության մակարդակը թույլ է տալիս զարգացնել մեր հնարավորություններն ու ավելի մեծ տեմպով իրականացնել ոլորտային բարեփոխումները։ Արփինե Սարգսյանը վերահաստատել է արդյունավետ համագործակցությունը տարբեր ուղղություններով շարունակելու պատրաստակամությունը։ Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համաձայնագրի շրջանակում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումներին։